Նոյեմբերի 30-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը այցելեց Իրան։ Այցը կարևոր էր մի քանի տեսանկյունից։ Նախ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները տևական ժամանակ չէին հանդիպել, չնայած որ Անկարան եւ Թեհրանը բազմաթիվ ընդհանուր օրակարգեր ունեն։ Հետևաբար կողմերը քննարկելու շատ թեմաներ ունեին, որոնք Պաղեստինի հիմնախնդրից եւ Իրանի միջուկային ծրագրից հասնում են ընդհուպ Հարավային Կովկասի զարգացումներ։ Մասնավորապես Ֆիդանը Թեհրան է այցելել Իրանի համար կարևոր ժամանակահատվածում, երբ ամերիկյան նախաձեռնությամբ եւ թուրքական ակտիվ մասնակցությամբ փխրուն համաձայնություն է հաստատվել Իսրայելի եւ Համասի միջեւ, Թեհրանը ներկայում չունի երկխոսություն ԱՄՆ-ի եւ եվրոպական եռակի հետ, ինչպես նաեւ Կովկասում քննարկվում են հաղորդակցային նոր ուղիների գործարկման թեմաները։ Այդ հարցերը Ֆիդանը քննարկել է իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն թերևս կենտրոնական հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ էր։ Վերջինս ի դեպ ԻՌՆԱ-ի հետ զրույցում թերևս շատ դիպուկ եւ դիվանագիտորեն արտահայտեց Թուրքիայի հետ Իրանի երկկողմ հարաբերությունները, դրանք բնորոշելով հետեւյալ կերպ. Անկարան եւ Թեհրանը ունեն ընդհանուր շահեր, չնայած տարբերություններին։ Օրինակ, Սիրիայի խնդրում կողմերը ունեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն դետալների առումով պատկերացումները այնքան էլ չեն համընկնում, հաշվի առնելով Անկարայի ուժեղ դիրքերը այդ երկրում եւ այլն։ Իսկ երկկողմ նպաստավոր թեմաներից կարելի է նշել Իրանի միջուկային խնդիրը, որը հատուկ տեղ է գրավել Ֆիդան Արաղչիի օրակարգում։ Թերևս Թուրքիան հանդես գալով միջուկային խաղաղ հանգուցալուծման օգտին փորձում է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Սակայն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս թեման, որի շուրջ երեք Թեհրան ու Անկարան համաձայնության են հասել եւ ինչը շատ կարեւոր է նաեւ Հարավային Կովկասի համար, առնչվում է Իրանը Թուրքիային կապող նոր երկաթուղուն։ Խոսքը Իրանի հյուսիս-արևմուտքում Մարանդ Չեշմե-Սորայա տրանզիտային երկաթուղու մասին է, որը պետք է կապվի հյուսիսում գտնվող Թուրքիայի սահմանամերձ Արալքի շրջանին։ Կողմերը համաձայնել են կառուցել 200 կիլոմետրանոց այդ երկաթուղին, որի աշխատանքները գնահատվում են 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իրանում այս երկաթուղին դիտարկում են չինական մեկ գոտի մեկ ճանապարհ մեգանախագծի ճանապարհներից մեկը, որը կարող է երկաթուղով Չինաստանը կապել Եվրոպային։ Այլ կերպ ասած, Իրանը այն դիտարկում է միջին միջանցքի այլընտրանք, որը բեռները ստանալով Թուրքմենստանից կարող է երկաթուղային սահուն տրանզիտ ապահովել Թուրքիա։ Իրանն ու Թուրքիան ունեն երկաթուղային կապ, որը սակայն մշտական բնույթ չի կրում։ Այս տարի վերագործարկել են Թեհրան-Վան երկաթուղին, որն ի դեպ անցնում է Թավրիզով։ Սակայն նոր պրոյեկտը ենթադրում է ավելի կարճ ուղի դեպի Թուրքիա, հաշվի առնելով նաեւ Կարսին միանալու հեռանկարը։ Սակայն Մարանդ Չեշմե-Սորայա տրանզիտային երկաթուղու գործարկման հեռանկարը անորոշ է թվում։ Ի թիվս այլ հարցերի դժվար է պատկերացնել, որ նույն թուրքական կողմը, Ադրբեջանը եւ կամ արևմտյան դերակատարներ կցանկանան տեսնել այդ ճանապարհի գործարկումը ի հաշիվ միջին միջանցքի, որը կենտրոնական Ասիան Թուրքիային կապելու է Ադրբեջանի եւ նաեւ Թրիփի միջոցով։ Այնուամենայնիվ այդ ճանապարհի իրականացումը միտված է Իրանի տարանցիկ հնարավորությունների ավելացմանը, մի հանգամանք, որին սկզբունքորեն դեմ չէ նաեւ Թուրքիան։